Շատ ծիծաղելի է, զավեշտալի է տեսնել ինչ-որ վարչապետի թեկնածուների, որոնք ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ փորձի ընտրությունները կեղծել, Նիկոլ Փաշինյանը դա չի մարսելու։ Ինչու՞, պարոն Ռոբերտ, Նիկոլ Փաշինյանը Սերժիկից պակաս տղա է, թե քեզանից է պակաս տղա, որ 2008 թվականին կեղծեցիր ընտրությունները եւ ժողովրդի վզին փաթաթեցիր Սերժին։ Կարող պակաս տղա է ձեզանից Նիկոլը։ Կարող է Նիկոլ Փաշինյանը այդ շնորհքը չունի, դուք ունեք, բայց ինքը չունի։ Բնածին տաղանդ է, հա, դա տրվում է։ Որոշ մարդկանց տրվում է, որոշ մարդկանց չի տրվում։ Եվ այս հայտարարությունները զավեշտալի են այն ֆոնին, երբ 5 տարի Փաշինյան Նիկոլը իր բոլոր հանցագործությունները իրականացրել է հենց դաշնակ մաշնակների վերահսկողության տակ ուղիղ գտնվելով։ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգություն, հարգելի բարեկամներ, ընդհանրապես կարծում եմ, որ վերջին անկախացումից 5 պակաս եւ անկախացումից ի վեր, 88 թվական, 88 թվականից հետո վերջին 40 տարիների ընթացքում հայ ազգի հետ տեղի ունեցել երկու մեծամասշտաբ ողբերգություն։ Մեկը 88 թվականի երկրաշարժն է, որի փլատակները նույնիսկ մինչև հիմա մաքրված չէ, փլատակները դուք հասկանում եք, մոտավորապես կես դար առաջ տեղի է ունեցել ողբերգություն, չեմ ասում, որ հարյուրավոր ընտանիքներ ապրում են տնակներում, փլատակները դեռ մաքրված չի։ Սա մեկ ողբերգություն եւ երկրորդ ողբերգություն սեպտեմբերյան էթնիկ զտում, որի այդ էթնիկ զտման պատրվակը, այդ փոքրիկ պատերազմի ժամանակային առումով կազուս բելին տվեցին հայերը։ Այն հայը, այն Նիկոլ Փաշինյանը, որը գործում էր այս զազվի պարլամենտի վերահսկողության ներքո։ Պարոն դաշնակ մաշնակներ եւ պարոնայք, չգիտեմ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք այդ ժամանակ եղել են падգամավորներ։ ԲՀԿ-ից կա, Ուժեղ Հայաստան, իհարկե խոսքը վերաբերվում է նաև քաղաքացիական պայմանագիր ժամանակին փաստացի լուծարված բանդայի ներկայացուցիչներին։ Երբ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Փաշինյան Նիկոլը արդեն ստորագրած լինելով մի փաստաթուղթ, որի մեջ սևով սպիտակի վրա գրված է Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի։ Параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы. Ну, սա բնականաբար կարող էր երկու ձևի մեկնաբանվել, բայց սրան, որ գումարում եք, նաև այն, որ սեպտեմբերին Փաշինյան Նիկոլը 22 թվականի հոկտեմբերին Փաշինյան Նիկոլը ճանաչել է Արցախ-Ադրբեջանի կազմում, ամեն ինչը գնում է իր տեղը։ Այսինքն Փաշինյան Նիկոլը ուղիղ պարտավորություն է վերցրել 20 թվականի, որ Արցախում զինված հայ տղամարդ պետք է չլինի։ Եվ դրա ֆոնին 23 թվականի սեպտեմբերի 2-ին Փաշինյան Նիկոլը շնորհավորում է Արցախահայության անկախության տոնի կապակցությամբ։ Հարգելի բարեկամներ, հարց տվեք падգամավորներին, իրենց վերահսկողության տակ է սա տեղի ունեցել, իրենց կոնտրոլի տակ է տեղի ունեցել, հարց տվեք։ Ասեք թող ցույց տան սեպտեմբերի 3-ի, սեպտեմբերի 4-ի, սեպտեմբերի 5-ի հայտարարությունները, որոնք կդատապարտեին Փաշինյան Նիկոլի այս պահվածքը։ Փաշինյան Նիկոլը մի կողմից ձեռք է բերում հայկական պայմանավորվածություններ, մյուս կողմից այդ պայմանավորվածությունները խախտում է, գցելով նոր ողբերգությունների մեջ ժողովրդին ցույց տվեք, ասեք թող ցույց տան իրենց հայտարարությունները։ Այդ որ եկել են մուրում են ձայն ձեզանից, ասեք այսպիսի ողբերգություն, այսպիսի հանցագործություն է եղել Փաշինյան Նիկոլի կողմից։ Դուք ինչ եք արել։ Դուք ինչ եք ասել։ Երբ սեպտեմբերի 9-ին այսպիսի պրեամբուլա քաղաքական ունենալով հանդերձ, այսպիսի պրոլոգ ունենալով հանդերձ Փաշինյան Նիկոլը, չէ, Փաշինյան Նիկոլը չէր այդ ժամանակ, դաշնակ մաշնակներն էին, որ
իրականացնում էին Արցախում մինի հեղաշրջում, այսպես ասած, եւ բերում էին մի անմեղ սունակի, ով ձեռքը դնում էր սահմանադրության վրա, ասում էր երթվում եմ պահել Արցախի անկախությունը, ասեք դրանից հետո իրենք ինչ են արել։ Ինչ են ասել դրանից հետո։ Ողջունել են, ինչ են արել։ Ինչպես որ սեպտեմբերի 2-ին նրանք Փաշինյան Նիկոլին ասում էին, ես ինչ վախվորած հայտարարություններով ես հանդես գալիս, փոխանակ ասեին ոչխար։ Ինչ Արցախի անկախություն, եթե այսպիսի բաներ է ստորագրել։ Մի հատ էլ սեպտեմբերի 9-ի այդ մինի հեղաշրջումը իրենք ողջունում էին եւ որպես հետևանք էթնիկ զտում։ Հիմա սա տեղի ունեցել է պարլամենտի ուղիղ վերահսկողության ներքո, ուղիղ կոնտրոլի ներքո, այսինքն պարլամենտը ըստ սահմանադրության պիտի բեռներ Փաշինյան Նիկոլի ձեռքը, չի բեռնել։ Իր սահմանադրական լիազորությունները չի կատարել, դրա համար ասում եմ, այս մարդիկ ուխտադրուժ են։ Այս մարդիկ ոչ միայն փախել են զինվորական ծառայությունից, բացեք ցուցակները, հələ նայեք։ Այլ մարդիկ նաև այս մարդիկ իրենց падգամավորական երթումն են դержել։ Ու հիմա ասում են մենք թույլ չենք տա Փաշինյան Նիկոլը ինչ անի, լուրջ ես ասում։ Ժողովրդին չես հարգում, գոնե քեզ հարգի։ Ժողովրդին չես հարգում, գոնե քեզ հարգի։ Հինգ տարի շարունակ, հարգելի բարեկամներ, 5 տարի շարունակ այս պարլամենտի վերահսկողության ներքո գործում է արտաքին գործոս նախարար, որը մեղադրվում է երկու բանում, մի կողմից, որ ինքը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ, մյուս կողմից, որ ինքը եղել է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ։ Ինչ եմ ասում երկու բանում, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելը մեղադրանք չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը 18 թվականին անոնց առաջ չլիներ, որ իրականացրել է հեղափոխություն։ Պարոն Ռոբերտ Քոչարյան եւ պարոն Սերժիկ, կարող եք ասել մի երկիր, որտեղ հատուկ ծառայությունների գործակալները իրականացնում են հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որի կողմից եղել են հավաքագրված։ Կարող եք ցույց տալ մեկ падգամավորի, որը ելել տվել է այս հարցը Նիկոլ Փաշինյանին։ Մի դեպք, սա ձեր վերահսկողության ներքո է տեղի ունեցել։ Հիմա էլ ինչքան ադրբեջանական բան կա, ուլտրաազգայինականների խոսույթ կա, այդ խոսույթով հանդես են գալիս այս ջոչերը, սրանք էլ դուրս են գալիս ասել լնայեք ինչեր են ասում, լնայեք ինչեր են ասում։ Ցույց տվեք մեկ դեպք, երբ որ որևէ падգամավոր դուրս է եկել Փաշինյան Նիկոլին տվել է հետևյալ հարցը. Պարոն 16-րդ վարչապետ կամ պարոն վարչապետ կամ պարոն Նիկոլ կամ պարոն գրողու Սևցավ Արարատ Միրզոյանի վերաբերյալ կամ մեղադրանք եւ այդ մեղադրանք ներկայացնողը սովորական մարդ չի։ Սերժիկի փեսեն է, ում ձեռքի տակ էր գտնվում մի պատկա, որից հանեց Արարատ Միրզոյանի գործակալական թուղթը ԱԱՑ-ի։ Հիմա մեղադրանք կա, որ այդ անձնավորությունը թուրքական գործակալ է։ Դու ո՞նց ես նշանակել այս մարդուն, երկրի արտաքին գործոս նախարար։ Սուտ է ասել Միքայել Մինասյանը։ Իրավական գործընթացներն ուր է Միքայել Մինասյանի նկատմամբ, պարոն Նիկոլ։ Այսինքն կարող է սուտ է ասել, կարող է խաբել է, զրպարտել է։ Իմիջիայլոց ԱԱՑ-ը գործակալ լինելու հանգամանքը Արարատ Միրզոյանը արդեն ընդունել է։ Առաջին անգամ 21 թվականի հունիս ամսին Նարինե Ղալեչյանին տված հարցազրույցում։ Հիմա այս հարցը չի բարձրացնում, այսինքն կոլաբորացիոն հարաբերություններ կան Նիկոլի հետ, բայց ասում են մենք թույլ չենք տա։ Այդ մեղադրանքից հետո հիմիջիայլոց պիտի ասեմ հարգելի բարեկամներ, Նիկոլը Արարատ Միրզոյանի կողքը նստեցրեց Միքայել Մինասյանի եղբորը, մեկը արտարադատության նախարար, մյուսը արտաքին գործոս նախարար էր։ Իրար կողք էին նստում։ Նիկոլը այդպիսի սովորություն ունի, այն մարդիկ, ովքեր իրար ատում են, բերում նստեցնում են իրար կողք։ Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան եւ Միքայել Մինասյանի եղբայր, ով այսպիսի հայտարարություններով հանդես եկավ։ Որտեղ են ձեր հայտարարությունները, ելույթները, լսումները, քննարկումները,
Խայտարակություն է տեղի ունեցել, իսկ Արարատ Միրզյանը միակն է, հարգելի բարեկամներ, որ ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելով հանդերձ հեղափոխություն է իրականացրել ճակերտավոր, թե բազմաթիվ են։ Պապիկյան Սուրիկ, դու ԱԱԾ գործակալ չես եղել։ Արմեն Գրիգորյան, դու ԱԱԾ գործակալ չես եղել։ Դաշտակ մաշնակների մեջ քանի ԱԱԾ գործակալ կա։ Ընդհանրապես ես խորը վստահություն ունեմ, որ այս ցուցակները, որ կազմվել են կուսակցությունների, դրանց ճնշող մեծամասնությունը կազմվել է ԱԱԾ-ում։ ԱԱԾ-ում է կազմվել այդ ցուցակները։ Այդ թվում ամենառադիկալ խոսքով հանդես եկող կուսակցապետերի ցուցակները։ Այսպիսի ողբերգություններ են տեղի ունեցել, հարգելի բարեկամներ, այսպիսի հանցագործություններ են տեղի ունեցել այս պարլամենտի վերահսկողության ներքո։ Տասնյակ մարդիկ են վերջին 10-15 տարիների ընթացքում իրենց վերապատրաստումը անցել որպես բյուրոկրատական համակարգի ներկայացուցիչներ, որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչներ Թուրքիաներում։ Եվ հետագայում շատ հետաքրքիր ձևով թռիչքաձև կարիերայի աճ են ունեցել, հիմա հանդես են գալիս թուրքական խոսույթով։ Ոչ թե թուրքական պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց խոսույթներով, այլ այս մարդիկ հանդես են գալիս թուրք ազգայնականների, ուլտրա ազգայնականների խոսույթով։ Կամ այդ խոսքով հանդես եկողների թիմակիցներն են։ Ես երբեք չեմ լսել, որ ինչ-որ չգիտեմ, բարձրաստիճան պաշտոնյա ասի պիտի վերիֆիկացիա անեք 1.5 միլիոն հայերին, որոնք զոհվել են։ Ես այդպիսի թուրք բարձրաստիճան պաշտոնյա չեմ լսել։ Ազգայնականներից լսել եմ։ Մեկ էլ լսել եմ Քոչարյան Անդրանիկի պես պատդոննկներից։ Քոչարյան Անդրանիկի պեսներից եմ լսել ես։ Իմիջիայլոց ինքը այս խոսքը ասելուց հայտարարում էր, որ ինքը ներկայացնում է թիմի կարծիքը։ Ինքը թիմի կարծիքն է ներկայացնում։ Որևէ լսումներ, որևէ քննարկումներ պարլամենտում այս հարցի հետ կապված տեղի ունեցել է, երբևէ ազգային անվտանգության ծառայության պետը կանչվել է պարլամենտ այս հարցերը պարզաբանելու համար։ Այս պարլամենտի ենթակայության տակ է եղել, որ որոշ սրիկաներ վաճառել են իրենց հեկերը ադրբեջանցիներին, Հայաստանի Հանրապետության վարչապետը տվել է կոմպենսացիոն։ Այս հարցի հետ դուք բացարձակապես կապ չունեք, նորից մանդատ մուրացողներ, հա? Փաշինյան Նիկոլը ինչ իրավունքով է պետության բյուջեից կոմպենսացիոն տվել կոլաբորանտ սրիկաներին։ Ինչ իրավունքով։ Ով է իրավունքը տվել Փաշինյան Նիկոլին։ Պատերազմը չավարտված մարդիկ արդեն առևտրային հարաբերությունների մեջ են մտած եղել։ Ու հիմա այդ շրջանակների ենթակայության տակ գտնվող լրագրող կոչված մարդ էլ չարժի դրանց ասել, ասում է հանկարծ ադրբեջանական բենզին չգնեք։ Այսինքն ադրբեջանցիների հետ այսպիսի հարաբերությունների մեջ մտնել կարելի է, բայց ադրբեջանական բենզին գնել չի կարելի։ Պարոն Սամվել Կարապետյան, տեսնում եք, ինչ հետաքրքիր բաներ է տեղի ունենում։ 18 տարի Փաշինյան Նիկոլը շարքում է մարտի 1-ի մեռելներին, 18 տարի մարտի 1-ի հանցագործությունների իրականացնողների վարկային պարտավորություններ դնում ժողովրդի ուսերին։ Այս հարցը որտեղ պիտի քննարկվեր, պարոն դաշնակ մաշնակներ, հա? Այս հարցը ով պիտի տար Փաշինյան Նիկոլին։ Ձորի մայրից, հա, Գյումրի, այդտեղից պետք է տային Փաշինյան Նիկոլին, ասում է, մարդիկ կան, ասում է Փաշինյան Նիկոլին ինչ հարց տաս կպատասխանի։ Այն մարդը, ով ասում է Փաշինյան Նիկոլին ինչ հարց տաս կպատասխանի, ավելի ստոր է, քան թե Փաշինյան Նիկոլը։ Ես պատասխանատու ասում եմ։ Այն մարդը, ով ասում է Փաշինյան Նիկոլին ինչ հարց տաս կպատասխանի, կռուտի տկանի, այն մարդ դրա համար չենք տվել այդ հարցերը, ինքը ավելի ստոր է Փաշինյան Նիկոլից, վստահաբար ասում եմ ձեզ։ Այս հարցերը ինչու չեք տվել Փաշինյան Նիկոլին, որովհետև կոլաբորացիոն առևտրային հարաբերությունների մեջ եք եղել դուք Փաշինյան Նիկոլի հետ։ Հիմա Փաշինյան Նիկոլի դեմ եք ելել։ Պարոն 16-րդ վարչապետ, ես ինչ ասեմ, ես խորհուրդ եմ տալիս, խնդրում եմ, միջնորդում եմ, որպեսզի դուք
ձեր բանդան եւս մեկ անգամ պարգևավճարներ տա բոլոր падգամավորներին, բոլոր այսպես կոչված ընդդիմադիր падգամավորներին։ Եթե ԿՊԱ-ականները պիտի ստանան 2 միլիոն, ընդդիմադիրները պիտի ստանան 5 միլիոն, որովհետև ընդդիմադիրների արած գործը ավելի մեծ է։ Ընդդիմադիրները ավելի մեծ օգուտ են տվել ձեզ, քան թե ԿՊԱ-ականները։ Սարուխանյան Կարենը ինչ է արել։ Մարդը պահը բռնել է, իր համար փող է աշխատել այս քանի տարիների ընթացքում դզվել է։ Կամ Պալյան Էման ինչ է արել։ Պահը բռնել է, պատեզն է փակել, ապօրինի ինչ որ բաներ է արել, պահը բռնել արել է։ Ումից է վատ աղջիկ Պալյանն Էման։ Հա՞։ Ումից է վատ։ Կամ Սարուխանյան Կարենը ումից է վատ։ Այդ բոլորը պիտի անեն, ինքը պիտի չանի։ Կարող է ինքը փողը ծախսելու ձևը չգիտի։ Ընդդիմադիրներն ավելի մեծ բան են արել։ Ընդդիմադիրները ավելի մեծ օգուտ են տվել Նիկոլին եւ հետեւաբար պիտի իրանց պարգևավճարը լինի մի քիչ ավելի բարձր։ Սամվել Կարապետյան, հերիք չէ մարդկանց ադրբեջանցիներով խաբեք։ Ադրբեջանցիներով ոչ թե խաբեք, այլ վախեցնեք։ Ընտրեք, որ ադրբեջանցիները չգան։ Ասենք ադրբեջանցին որ նայի այդ բանը, ահագին կուրախանա։ Այդ ձեր ռոլիկները, եթե ես չգիտեմ ով է այդ ապուշությունը ձեզ խորհուրդ տվել, դա ձեր ուղեղում է արթնացել, թե խորհուրդ են տվել, բայց ադրբեջանցին եթե նայի ձեր ռոլիկները, ընտրեք, թե չէ ադրբեջանցիները կգան։ Ահագին կուրախանա, որ այդպես ձեր լեզվով ասած ստրախ եք գանյատանում այս ժողովրդի վրա։ Մի կողմից ադրբեջանցիները առևտուր են անում, առևտուր եք անում, այսպես ասած, սիստեմի ներկայացուցիչներով, հիմա մասնավորապես ես չգիտեմ դուք ինչ երբևէ Ռուսաստաններում ադրբեջանցիներ առևտրային հարաբերությունների մեջ եղել եք թե չէ, բայց դուք սիստեմի մաս եք։ Պարոն Սամվել Կարապետյան, դուք եթե սիստեմի մաս չլինեիք, բան Նիկոլ Փաշինյանը 30 միլիոն դոլար Արցախ էներգոյի գրավադրմամբ ստացած վարկը կջրեր, պարոն Սամվել։ Հետ կաներ։ Փաշինյան Նիկոլ, այդ ինչի իմ վարկը հետ չարեցիր ու Սամվել Կարապետյանի հետ աֆիլացված կազմակերպության, պատկանող կազմակերպության վարկը հետ արեցիր։ Քիչ էլ չէ, 30 միլիոն դրամ էլ չէ, 30 միլիոն դոլար։ Հա։ Դուք իրար դեմ եք։ Ոնց կարող է մեկը մյուսին 30 միլիոն դոլարի օգուտ տա, ծառայություն մատուցի եւ լինեն իրար դեմ։ Ընտրեք, ասում է, գնացեք ընտրատեղամաս, որ հանկարծ ադրբեջանցիները չգան։ Ադրբեջանցիները վաղուց են եկել, վաղուց են գնացել, էլի են գալիս, էլի են գնում։ Ինչ եք խաբում, մոլորեցնում եւ վախեցնում ադրբեջանցիներով։ Ադրբեջանցիները այդքան բան են, սարսափել են, բայց ձեր Գերդաստանի տղեկին ինչ ես բանակից ազատել, պարոն Սամվել Կարապետյան։ Գերդաստանի մեջ գոնե կա մի հոգի, որ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Գերդաստանի մեջ կա գոնե մի հոգի, ում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է օկուպանտ Խուժան։ Օրինակ, սերունդներով Նիկոլը հայ տղամարդկանց մի քանի սերունդ օկուպանտ Խուժան է ճանաչել։ Իսկ ձեզ չի ճանաչել, չէ՞, որովհետև դուք փախած եք եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունից։ Հիմա էլ բան եք անում, ադրբեջանցիները կգան, հա ադրբեջանցիները կգան, թուրքերը կգան, հա թուրքերը կգան։ Մի կողմից թուրքերի հետ առևտուր, մյուս կողմից թուրքերը կգան։ Շատ ուժեղ տակտիկա է, շատ ուժեղ։ Խոսք չկա։ Խոսք ուղղակի չկա։ Այս սարսափը, հարգելի բարեկամներ, մի օր ավարտվելու է։ Դա Աստված հայի ձեռքով։ Դա Աստված հայի ձեռքով։ Բոլոր հանցագործությունների իրականացրածների անունները, ազգանունները, հայրանուններն ու հասցեները կոնկրետ նշվելու է այդ օրը կգա, երբ պետական հեռուստաընկերություն կմտնի ներքին գործերի նախարարը եւ այս ամեն իրականացնողները կգրեն դատարանի ու դատաստանի առաջ։ Դատարանի եւ դատաստանի առաջ։
ես ձեր Տիրոջ մերը։